Հայրեշան Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր փետրվարի 20-ն է, օրն ուրբաթ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Միջոցառմանը մասնակցել են խորհրդին միացած պետությունների ղեկավարներ, վարչապետներ եւ արտաքին գործերի նախարարներ։ Նիստին ներկա է գտնվել նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Իր ելույթում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անդրադառնալով տարբեր միջազգային հակամարտություններին խոսել է նաեւ Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին, նշելով, որ 32 տարի տևած հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները զգալի աշխատանք են իրականացրել խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ամերիկայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին կատարված աշխատանքի համար, ընդգծելով ձեռք բերված արդյունքների կարևորությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ։ Նիստի ընթացքում ներկայացվել է նաեւ Գազայի խաղաղության ծրագիրը եւ առաջիկայում նախատեսվող քայլերը։ Վարչապետ Փաշինյանը նաև կարճատև զրույց է ունեցել Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին Փաշինյանը իր Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծել են Ադրբեջանի կառավարության դեմ իրականացված բողոքի ցույցի մասնակիցներին։ Այս օրերին Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնում էր մասնակցելու Խաղաղության խորհրդի նիստին։ Ըստ տարածված տեսանյութերի Միացյալ Նահանգներում բնակվող Ադրբեջանի կառավարությանը քննադատող ցուցարարները հավաքվել էին այն հյուրանոցի առջև, որտեղ ըստ տեղեկությունների Ալիևն է եղել։ Բողոքի ցույցի մասնակիցներն ասել են, որ Ալիևի թիկնապահները հարձակվել են իրենց վրա, իսկ իշխանամետ լրատվամիջոցները հայտնել են, որ ցուցարարները փորձել են անկարգություններ հրահրել։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, թե երկաթուղիների կառավարումը Ռուսաստանից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է մեկ գիշերում փլուզվել։ Նա կասկած է հայտնել, թե որևէ այլ երկիր կարող է փոխարինել Ռուսաստանին։ Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ եւ վաղուց աշխատում է Հայաստանում ոչ ամենապարզ պայմաններում, ասել է Շոյգուն։ Հիշեցնենք, որ Հարավկովկասյան երկաթուղին 30 տարի ժամկետով 2008 թվականից ռուսական երկաթուղին է կառավարում հավատարմագրային սկզբունքով եւ կառավարում է եւս 10 տարով երկարաձգելու հնարավորություն կա։ Լոնդոնը Վաշինգտոնին թույլ չի տվել բրիտանական բազաները օգտագործել Իրանին հարվածելու համար։ The Times-ը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տվել, որ Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում եւ Անգլիայի Ֆեյրֆորդում գտնվող իր ռազմաբազաները, որտեղ պարբերաբար տեղակայվում են ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներ, օգտագործեն Իրանին հարվածելու համար։ Լոնդոնի եւ Վաշինգտոնի միջև երկարամյա համաձայնագրի համաձայն այդ բազաները երրորդ երկրների դեմ ռազմական գործողությունների համար կարող են օգտագործվել միայն Միացյալ Թագավորության կառավարության համաձայնության դեպքում։ Մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահը որոշել էր դրանք օգտագործել Իրանի կողմից հնարավոր հարձակման սպառնալիքը վերացնելու համար։ Չարլզ երրորդ թագավորի կրտսեր եղբայրը Էնդրյու Մաունտբաթեն Վինձորը, որը ձերբակալվել էր 3 փետրվարի 19-ին ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի վերաբերյալ հետաքննության շրջանակներում, նույն երեկոյան ազատ է արձակվել ոստիկանական կալանքից։ Հարցաքննությունը տևել է գրեթե 12 ժամ, հաղորդել է BBC-ն։ Ոստիկանության հայտարարության համաձայն թագավորական ընտանիքի անդամը կասկածվում է պաշտոնական պարտականությունները կատարելիս իր դիրքը չարաշահելու համար։ Associated Press-ն էլ հայտնել է, որ իրավապահները ուսումնասիրում են հաղորդագրությունները այն մասին, որ նախկին արքայազն Էնդրյուն 2010 թվականին առևտրային հաշվետվություններ է ուղարկել սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնին։ Ավելի վաղ Էնդրյուն զրկվել էր արքայազնի տիտղոսից Էփշտեյնի հետ նրա սերտ կապերի մասին բացահայտումներից հետո։ Մաունտբաթեն Վինձորը միշտ հերքել է այդ գործի հետ կապված որևէ իրավախախտում եւ ասել է, որ զղջում է Էփշտեյնի հետ ունեցած բարեկամության համար։
Մարդու իրավունքների պաշտպանը աշխատանքային հերթական այցն է կատարել Շիրակի մարզ։ Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը Անահիտ Մանասյանն անդրադարձել է մի շարք խնդիրների, որոնց վերաբերյալ ՄԻԲ գրասենյակը բազմաթիվ դիմումներ է ստացել քաղաքացիներից։ Ամենաշատը մարզի բնակիչներին մտահոգում են թափառող շների հարցը, Գյումրիի բնակֆոնդի կոյուղատար ցանցի վատ վիճակը, անօթևանության չլուծված խնդիրը։ Սոցիալական համայնքային հարցերից բացի անդրադարձ է կատարվել առաջիկա նախընտրական գործընթացներին։ Աշխատանքային հերթական այցի շրջանակում մարդու իրավունքների պաշտպանին ընդունեց Շիրակի մարզպետը։ Մարզեր այցերը հաճախակի են, Անահիտ Մանասյանը տեղում ծանոթանում է այն հարցերին ու խնդիրներին, որոնց վերաբերյալ մարզերի բնակիչները շատ դիմումներ ու նամակներ են հասցեագրում պաշտպանի գրասենյակ։ Շիրակի մարզից ուղղված դիմումների շրջանակն է քննարկվել մարզպետի հետ հանդիպմանը։ Ուսումնասիրված խնդիրները սոցիալական են, բնակարանային, համայնքային, որոնք լուծում չեն ստանում, ինչպես օրինակ թափառող շների խնդիրն է, քաղաքային ենթակառուցվածքների, բնակելի թաղամասերի շենքերի ու կոյուղատար ցանցերի վատ վիճակը։ Շատ կարևոր է եւ պետք է բացառված լինի կենթանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, բայց նաեւ նշել եմ, որ փաստացի այս պահին իրականացվող քայլերը այնպես չէ, որ լուծում տվել են մարդկանց տեսանկյունից, առաջ եկող խնդիրներին, որովհետեւ մի շարք դեպքեր են ունեցել երեխաների հետ կապված բավականին այսպես լուրջ հարցեր, օրինակ մի քանի տարի առաջ երեխայի մահվան դեպքեր մարզերից մեկում գրանցվել, այստեղ էլ մեզ պարբերաբար պիտի շատ հստակ այս ուղերձնել տամ, պարբերաբար քաղաքացիները դիմում են այն հարցով, որ հատկապես երեխաները շատ վախի վիճակում են հայտնվում։ Շների հետ կապված ես այդքան բախվել եմ փոխքաղաքապետ աշխատած ժամանակահատվածում մինչև այսօր, բայց գիտեք Գյումրիում ցավոք քաղաքային իշխանությունների հետ եղած խնդիրները ու քաղաքապետարանում տեղի ունեցող իրադարձություններ ընդրություններից հետո այդ կառավարությունը ծանոթ եք գիտեք բյուջետային մասնակցության այդ ծրագիրներ ներկայացրել, գյումրեցիները հավանություն էին տվել կենտանիների ապաստարան կառուցելու համար, ցավոք մինչև հիմա այդ խնդիրը չի լուծվել։ Անահիտ Մանասյանի հանձնարարականն էր թափառող շների կացարանի կառուցման, բնակիչների անվտանգության խնդիրները դարձնել առաջնային լուծում պահանջող հարց եւ կարգավորման տարբերակներ փնտրել։ Պաշտպանի գրասենյակը շատ դիմումներ է ստացել քաղաքի տարբեր թաղամասերի շենքերի բնակիչներից չգործող վթարային կոյուղատար ցանցի մասին։ Քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների եւ համայնքային այլ խնդիրների լուծումը որքանով են առնչվում ՄԻՊ-ին եւ նրա գործունեությանը, պարզաբանում է պաշտպանը։ Հատկապես հանրային ծառայությունների տեսանկյունից նաև մենք դիմումներ ունենք որոշ շենքերի բնակիչներից, որ իրենք օրինակ ինչ-որ առումով հակասանիտարական վիճակներում են այս պահին շենքերը գտնվում, հատկապես նկատի ունենալով կոյուղագծերի եւ այլնի հետ կապված հարցերը։ Զարմանալի չլինի, որ ես այս հարցը հիմա բարձրաձայնում եմ, պարզապես խնդիրը կայանում է նրանում, որ խնդիրը բավականին մեծ է դարձել, հա, այս պահին նկատի ունենալով, որ ոչ թե մի քաղաքացի է օրինակ մեզ դիմում, այլ կոնկրետ շենքերի բնակիչներ են դիմում։ Մի հատ երկրաշարժ են տեսել այդ կոյուղի համակարգը, մի հատ դրանից հետո երկար տարիներ, որպես այդպեսին գործ չի արվել կամ ինչ-էլ արվել է, կամ շատ որակով չի արվել, բայց ուզում եմ նշել, որ այդ համատիրությունների ու համայնքապետարանի հետ համատեղ աշխատանք է, ավելի շատ իրանց տիրույթում է, բայց մենք այստեղ չենք կենտրոնանում, էլի գցենք ուրիշի վրա մեր աշխատանքը, որ դե արվի, այո, մեր ուշադրության կենտրոնում է այդ խնդիրը։ Հանդիպման օրակարգում էին նաև նախընտրական գործընթացները։ Առաջիկայում հանրապետական ընտրություններ են եւ կարևորվել է քաղաքացիների ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքի պաշտպանությունը, նրանց կամարտահայտման վրա ճնշումներից խուսափելը, ինչպես նաև քվեարկության ամբողջ գործընթացի անցկացումը առանց իրավախախտումների։ Ես կուզենամ, որ նաև մարդու իրավունքների պաշտպանը շատ ուշադրություն դարձնի մարդու ընտրելու իրավունքի վրա, մարդու ինքնական որոշում կայացնելու իրավունքի վրա, որը շատ դեպքերում նաև մարդու ընտրելու իրավունքն է խախտում։ Մարդիկ պետք է հստակ իմանան, որ իրենց կամքի վրա որևէ ներազդեցություն ընտրելու իրավունքի դիտանկյունից պետք է պարզապես բացառված լինի։ Հետևաբար այս առումով շատ կարևոր է, որ թե բոլոր դերակատարները նկատի ունենան հանգամանքը եւ բացառեն նման վարքագիծը, ի նկատի ունեն որևէ կերպ ազդելու, ներազդելու ընտրողների կամքի վրա, եւ թե իրենք քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն այս հանգամանքին, նաև հաշվի առնելով այն, որ մի շարք արարքներ այդ թվում ոչ
իրավաչափ են եւ քրեական օրենսդրությամբ են նախատեսված մի մասը այլ իրավախախտման տեսակ է իրենից ներկայացնում եւ իհարկե հատուկ ես անդրադարձա այն հարցին, որ հատկապես քաղաքական դերակատարները պետք է զերծ մնան ատելության խտրական խոսույթից, այն բևեռացված խոսքի տեսակներից, որոնք նաեւ մարդկանց տարբեր սոցիալական խմբերի են թիրախավորում։ Աշխատանքային այցի շրջանակում հաջորդ հանդիպումները կրթական հաստատություններում էին։ Գյումրիի թիվ 1 ավագ դպրոցում Անահիտ Մանասյանը զրուցել է աշակերտների հետ, պատասխանել նրանց հարցերին, լսել կարծիքները Հայաստանում մարդու սոցիալական, առողջապահական, կրթության ապահովման իրավունքների պաշտպանության մասին։ Պայմանները ինչպիսին են, հավանում եք այստեղ կոմֆորտած ես համար սովորելը։ Հա, շատ լավ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզ այցը եզրափակվել է Շիրակի պետական համալսարանում ուսանողության եւ դասախոսական կազմի հետ հանդիպումով։ Հասմիկ Թոմասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Աղն է կերել ասֆալտը, թե գարուն ամառ կատարված փողոցաշինական աշխատանքներն են անորակ եղել։ Այս հարցի պատասխանը միանշանակ նույնը չէ Երևանում եւ Գյումրիում, բայց գրեթե նույն վիճակն է մայրաքաղաքի եւ ինչպես սիրում են ասել հայրաքաղաքի փողոցներում։ Թե երևանցիների համար տարբեր մեծության ու խորության բացված փոսերը էկզոտիկա են, գյումրեցիների համար 30 ու ավելի տարիների սովորական բան։ Փոսերով ու քանդված փողոցներով չեն զարմացնի Սավոյան, Շիրակացի ու էլի տասնյակ փողոցների ու մի ամբողջ անի թաղամասի բնակիչներին։ Շատ խորը փոսեր են այնտեղ։ Այստեղ ձեր փոսերի համար նեղի փոսերը խորն են։ Երևանցի այս վարորդը հայտնվել էր Գյումրիի Շիրակացի փողոցում, մեքենայով ընկել իրեն անծանոթ փոսերը, որոնք փաստորեն համեմատելու տեղ ունեին, թե իրենց քաղաքի փողոցների փոսերից ավելի խորը ու մեծ չեն։ Բայց եթե երևանցի վարորդները 30 տարի մայրաքաղաքում այդպիսի փոսեր չէին տեսել, գյումրեցի վարորդները 30 ու մի բան էլ ավելի տարիներ նորմալ ասֆալտ չեն տեսել։ Մինչև միտեղ նորոգում են, մյուս սարկած փողոցում է գործ բացվում։ Երկու առաջ գալոս տարակցերի ուժը կոպեկ կաշխատին գալոս կսարքենք, ավտո կսարքենք։ Ահավորություն է, կաշմար է։ Փոսը տակը դյունը վրանորերն անցան, մեքենայատերերի տառապանքի օրերն են սկսվել։ Փոսերի մեջ ջուր, փողոցների լայնքով ու երկայնքով ձմռանը շախտված ավազ, որը կպել ու մնացել է, իսկ մեքենայի անիվները շպրտում են այս ու այն կողմ։ Մե փոսից կփախտուս ուշալի դերնից ու մյուս ավտոին չզարգես։ Սա ավարի բուն է, ինչը ավարի է շատ Գյումրիում։ Շատ է պատած է, հանդիպակաց կշենգի շատերը, մեղադրելու է չէ շոֆերներին։ Ստեղից այլանդակ վիճակ հնարավոր չէ պատկերացնել։ Այն ինչ որ այսօր մեր մոտ կատարվի, հատկապես պոլիգոնի վերևի հատվածը մինչև մայիս անկնալը խայդարարություն է։ Այդտեղ փողոց ետ կա։ Մենակ այդտեղ չեն տանուց պոլիգոնի, ծնուց, Սավոյան փողոց, Փեշմիտեղ է փողոց չկա։ Այդտեղ ինչ կրնա փողոցերն որ ասենք նիսկը մնաց փոսերի մեջ։ Այս փողոցներում աղը չի կերել ասֆալտը, որովհետև դրանից չի էլ եղել երկար ժամանակ։ Նույն փողոցներով օրական մի քանի անգամ անցնող վարորդները փոսերի տեղն էլ, խորությունն ու մեծությունն էլ շատ լավ գիտեն։ Հիմա ծնհալից հետո ուշադիր են, որ գոնե մեծ փոսերից փախուստ տան։ Փոքրերում հայտնվելու դեպքում մեքենայի վնասը շատ չլինի։ Այն փոսից պարանդես, այն փոսը կայգիս պանոմգի ճարտի, что все, վարի կուդաց պերդիսկը։ 200 դրամ կաշխատիս, 1200 դրամ սասես։ Օրինակից վարորդների մեղքդ կուդա, այդ փողոցներով երտևեք ենք։ Բայց ժամանակին շտրաֆները կուկա, հարգեր մուձեք, ես մուձեք, եմ մուձեք, ուչը։ Մեր երկիրն էր, կույկը կմուձենք ու մեր կույկը ճարտենք։ Շիրակացին երթևեկելու փողոց չէր սրանից առաջ էլ։ Վիճակն ավելի վատացավ, երբ անցած տարի սկսեցին քանդել հիմնանորոգման ծրագրով, որը երկար է տևելու մինչև 2027 թվականը։ Ամբողջ երկարությամբ փողոցը փորվեց, ներքին կոմունիկացիոն ցանց անցկացվեց։ Աշնանն անձրևի տակ փորած որոշ հատվածներ ջրաշինարարը ասֆալտեց։ Հիմա նորից փողոցում ուղիղ տեղ չես գտնի, ձյան հալվելու հետ նստվածք է տվել։ Դեռները լավ է, փոս չկար, միկրոֆոս ասել։ Ծունը վերեներ լավ էր, էլի ծունը հալավ, ասֆալտները հալավ պրդավ։ Գնացեք ծնուց սախրևի վրա այն։ Այնտեղ արդեն ասենք երևի սարեր է եղել, ասենք ընդանրապես ավտոն չի կրնա մտնի, էլի ասենք սա դարել է միակողմանի փողոցը։ Անի թաղամասի 37 փողոցների ու նրբանցքների տխուր քարուքանդ վիճակի պատմությունը շարունակվում է։ Ամեն տարվա լավատեսական խոստումներն էլ հետը։ Նոր ջրամատակարարման ցանց ունենալը թանկ է նստել Անի թաղամասի բնակիչների նյարդերի ու առողջության վրա։ Եթե կենտրոնական փողոցներն է
խայդարակ վիճակ, այ միջանկյալ փողոցները вообще անընդունելի են նույնիսկ։ Ես տրանսպորտով եկա, պատկերացրեք, մինչև կանգար հասնելը մի 10 անգամ այդ նստատեղից հելա նստա։ Ես 58 օր ավոր վիճակ է։ Թաղամասի բնակիչները ելի համբերատար սպասում են, բայց առայժմ ոչ շնորհքման այն մեծ ծրագրին, որը խոստանում են արդեն 5-6 տարի։ Սպասում են խիճ ու ավազ բերող մեքենաների, որ գոնե մեծ փոսերը փակեն, չնայած որ վարորդներն ասում են դրանից բան չի փոխվի։ Վատն էլ այն է, որ հարթեցումները 1 ամիս էլ չեն դիմանում։ Մինչև անձրևը դիցեդո էլ չի մնա, ինչ բան չի մնա, վայտե այնտեղ վերևները լցել են, բայց էլի նորից փոսերը բացվել են։ Դիա, Շուշեն գտեսնիկ։ Այն օր զարգին ճարտին, քարը գիչերտե։ Դավետ սախեցե։ Սիկե հումար արժե։ Եթե սկսեմ բացի Շիրակացի թաղամասից, այս տարվա ծավալուն փողոցաշինությունը լինելու է անի թաղամասինը։ Ամեն տարվա գարնանը բնակիչները շինարարի ու տեխնիկայի մուտքին են սպասում իրենց փողոցներում։ Միաշունքը դու կուկաս, ես էլ այստեղ կենեմ։ Տեսնենք ինչ է փոխվել։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։